Նրան համարում են գիտական պատմության ամենամեծ փորձարար ֆիզիկոս։ Նա ստեղծել է էլեկտրական շարժիչի մոդելը և դրած ժամանակակից էլեկտրաէներգետիկ արդյունաբերության հիմքը։ Ռուս ֆիզիկոս Ստալետվայի խոսքով Գալիլեոյի ժամանակներից ի վեր չէր տեսել այդպիսի զարմանալի և բազմազան հայտնագործություններ մեկ մարդու կողմից։ Մայքլ Ֆարադեյ ծնվել է 1791 թվականին Լոնդոնի ծայրամասում, Դարփնի ընտանիքում։ Ընտանիքի համեստ կարգավիճակը չթողեց Մայքլին ավարտել անգամ միջնակարգ դպրոցը, և Մայքլը 13 տարի սովորել է արհեստանոցում, որը գտնվում էր գրախանութում։ Մայքլը մեծ հետաքրքրությամբ կարդում էր գրքեր, և նրան հատկապես տպավորում էին քիմիայի վերաբերյալ աշխատությունները և այն ժամանակվա նոր արդյունաբերության վերաբերյալ հոդվածները էլեկտրականության մասին։ Արհեստանոցի հյուրերից մեկը ուշադրություն է դարձնում երիտասարդ գրքի սիրահարին և նվիրում է նրան անգլիացի քիմիկոս Դևիի դասախոսությունների տոմս։ Ֆարադեյը զգուշորեն գրի է առնում 4 դասախոսությունները, կապում դրանք և ուղարկում հայտնի գիտնականին, ճանապարհին նաև նշելով, որ կցանկանար նրա մոտ աշխատել։ Բնականաբար Դևին մերժում է երիտասարդին, բայց մի քանի օր քիմիական փորձ անցկացնելիս գիտնականը վնասում է աչքը և նրան շտապ պետք է գալիս օգնական։ Այդպես Դարփնի որդին փայլուն ինքնուս Մայքլ Ֆարադեյը դառնում է հայտնի քիմիկոսի օգնականը թագավորական ինստիտուտում։ Հետագայում Դևին ասում է, որ իր բոլոր հայտնագործություններից ամենակարևորը իր համար եղավ Ֆարադեյի բացահայտումը։ Նա հրապարակեց մոտավորապես 40 աշխատություններ և առաջինը պատմության մեջ ստացավ բենզոլ, հեղուկ քլոր և ամոնիակ։ Իսկ դրանից հետո, երբ 1820 թվականին դանիացի ֆիզիկոս Էսթերն հայտնաբերեց էլեկտրական հոսանքի մագնիսական դաշտը, Ֆարադեյը սկսեց հետաքրքրվել էլեկտրական և մագնիսական դաշտերի կապերով, և արդեն 1 տարի անց 30 տարեկան Ֆարադեյը անում է իր առաջին հայտնագործությունը այդ ոլորտում, ստիպելով մագնիսը պտտել հոսանք կրող հաղորդիչի շուրջ։ Այսինքն, Ֆարադեյը առաջինը տեխնոլոգիայի պատմության մեջ ստեղծեց էլեկտրական շարժիչը։ 1827 թվականին Ֆարադեյը ստացավ պրոֆեսորական կարիերա։ Սակայն Ֆարադեյը շատ համեստ էր ֆինանսական առումով։ Հենց այդ ժամանակահատվածում նա մեծ դժվարությամբ է կերակրում ինքն իրեն և իր սիրելի կնոջը՝ Սարային։ Ֆարադեյի ընկերները նրան ամբողջ կյանքում նպաստ էին խոստացել, սակայն գանձապետարանի նախարարը նման ծախսը վատնում համարեց։ Հետո Ֆարադեյը բարձրաստիճան պաշտոնյային ուղարկեց նամակ, որում նա հրաժարվեց նպաստից, և նախարարը, հասկանալով իր սխալը, ներողություն խնդրեց տաղանդալից գիտնականից։ Մտածելով էներգիայի տարբեր տեսակի փոխազդեցությունների մասին, Մայքլ Ֆարադեյը իր դիմաց դրեց նոր նպատակ՝ մագնիսականությունը էլեկտրականություն դարձնելու։ Այդ խնդրից նա դուրս եկավ փայլուն կերպով։ Օգոստոսի 29-ին 1831 թվականին Ֆարադեյը բացահայտեց էլեկտրամագնիսական ինդուկցիայի ֆենոմենը և ստեղծեց աշխարհում առաջին էլեկտրամագնիսական գեներատորը։ Թեև ընթացիկ գեներատորները, որոնք արտադրում են էլեկտրաէներգիա, ավելի բարդ դիզայներով են ստեղծված, և հեծանվային լապտերը և հզոր էլեկտրակայանները աշխատում են Ֆարադեյի հայտնագործության հիման վրա։ Ֆարադեյին չէր հետաքրքրում իր հայտնագործությունների գործնական հնարավորությունները։ Նրա համար գլխավոր էր բնության օրենքների ուսումնասիրումը։ Նա հիմք դրեց էլեկտրամագնիսական դաշտի ուսմունքին։ Էյնշտեյնը այդ հայտնագործության մասին խոսել է, ասելով, որ կարևոր գիտական նվաճում էր։ Կենսագիրները նշում են մեծ գիտնականի զարմանալի առանձնահատկությունը։ Ֆարադեյը բարիս բուն իմաստով ապրում էր լաբորատորիայում, իր տեխնիկաների մեջ։ Իր աչքերը միշտ պատրաստ են եղել և արագ շարժվել են փորձարարական արվեստում։ Գերմանացի գիտնական Հելմհոլտզը գրել է Ֆարադեյի մասին. «Ես երբեք չեմ հանդիպել մեկ այլ կերպար այդպիսի մեծ կամքի ուժով»։ 1834 թվականին Ֆարադեյը հետազոտություն է անցկացնում էլեկտրաքիմիայի վերաբերյալ և ձևավորում օրենք էլեկտրոլիզը, օրենքը անվանելով Ֆարադեյի օրենք։ Նա գիտական պրակտիկա ներմուծեց տերմիններ, որոնք օգտագործվում են մինչև օրս։ Մշտական հոգեկան սթրեսը խաթարեց Ֆարադեյի առողջությունը և ստիպեց նրան 5 տարով ընդհատել գիտական աշխատանքը։
1848 թվականին գիտական դաշտ վերադառնալով Ֆարադեյը բացահայտում է Ֆարադեյի էֆեկտը։ Դա առաջին կապի առկայությունն էր օպտիկայում և էլեկտրամագնիտներում։ Ֆարադեյը ոգևորված իր հայտնագործություններով գրել է, որ մագնիսացրել է լույսը և լուսավորել մագնիսական դաշտի գիծը։ 70 տարեկանում գիտնականի հիշողությունը սկսում է վատանալ։ 1862 թվականին Ֆարադեյը գրել է լաբորատորական ամսագրում վերջին փորձը, որը նշվել է 16041 համարով։ Իր կյանքի վերջին 5 տարին Ֆարադեյը անցկացնում է Հեմփթոն Քորթ կալվածքում և մահանում 1867 թվականին։ Ֆարադեյը երբեք չի ձգտել հարստության և պատվի։ Նա իր արժեքներով ընտրվել է ավելի քան 70 գիտական ընկերությունների և գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։ Նրա աշխատանքը նշանավորեցին ֆիզիկայի նոր դարաշրջանի գալուստը։ Նա բազմիցս հրաժարվել է շահութաբեր պաշտոններից, խոստումնալից առասպելական եկամուտներից, նաև ազնվականությունից, ասելով, որ ցանկանում է ուղղակի լինել Մայքլ Ֆարադեյը։